Ծափահարենք Հիսուսին, սիրելիներ, սա էլ մեկ ուրիշ հնարավորություն է, որ Աստված տալիս է մեզ, որ հաղորդ լինենք իր հետ և տեսնենք իր գործերը, որ եղել են նախորդ հանդիպմանը, շատերն օրհնվել են ու անկասկած Տերն այսօր էլ է օրհնելու մեզ։ Ինչ ենք անելու։ Քննելու ենք ինչ է ասում Աստծո խոսքը, որն այսօր պատրաստել եմ Եսայի 48-րդ գլխից, 3 համար ունենք այստեղ, վերջին 3 համարները 20, 21 և 22-ը զորավոր պատգամ ունենք մեզ ուղղված։ Նախ և առաջ ասում է, որ մենք անելիք ունենք և որքան հրատապ անենք, այնքան ավելի լավ է լինելու։ Ինչ է պետք անենք։ 48-20 Դուրս եկեք Բաբելոնից, փախեք քաղդեացիներից։ Քաղդեացիներն անմաքուր էին, հոգևորապես ներքաշված էին դիվական գործերում, որից Աբրահամը դուրս եկավ ու գնաց խոստացված երկիրը, որովհետև Աստված ասել էր նրան. գնա քո երկրիցը և քո ազգականներիցը և քո հոր տանիցն այն երկիրը, որը ես քեզ ցույց կտամ։ Նույնն ասում է այստեղ մարգարեի միջոցով 48-20 Դուրս եկեք Բաբելոնից, որտեղ Աստծո գործերը խառնվել էին անմաքուր գործերին, ստեղծելով ահռելի խառնաշփոթ, ասեց. փախեք քաղդեացիներիցը, ցնծալի ձայնով հայտարարեք, 20 հռչակեք այս։ Այսօր Բաբելոնը խորհրդանշում է ամեն չար բան, հատկապես հոգևոր շեղումները, որոնցում շատերն են ներգրաված։ Վերցնում են Աստծո խոսքը, ավելացնում իրենց մտքերը, ովքեր նման գործերի մեջ են, պետք է փախնենք, 20 ցնծալի ձայնով հայտարարեք, հռչակեք այս, տարածեք մինչև երկրի ծայրը, ասացեք. Տերը փրկել է իր ծառա Հակոբին։ Ծառա Հակոբը մատնավորում է Աստծո իրական որդիներին, որոնց Տերը փրկել է, քանի որ Հիսուսը գին է վճարել։ Եվ երբ քարոզում ենք ավետարանը, մարդկանց դուրս ենք անում Բաբելոնից, ինչպես Հուդայի գրքում է Աստվածաշնչի վերջին երկրորդ գրքում, Հուդան տիրոջ եղբայրն է, ով ասաց. «Եվ մի քանիսին վախով ապրեցրեք կրակից հափշտակելով, քանի դեռ ժամանակ ունենք»։ Հաջորդ համարում Եսային խոսում է, որ հրաշքներ են տեղ ունենում։ Արդեն խոսել եմ այդ մասին, բայց նորից կանդրադառնամ։ Երբ Տերն ազատեց Իսրայելի որդիներին ու տարավ անապատ, 40 տարի տևեց, որովհետև նրանք շեղվել են ճշմարտությունից, թեև Աբրահամի, Իսահակի ու Հակոբի սերունդն էին, բայց 400 տարի անց կորցրել էին Աստծո հետ կապը։ Նրանք ընդունել էին եգիպտական վարդապետությունները, որտեղ երկրպագում էին ամեն ինչի, իսկ Իսրայելի որդիները պետք է շատ փորձություններով անցնեին անապատում։ 40 տարի, և այդ 40 տարիներին անապատում ուտելիք չկար։ Այսպես Աստված նրանց ամեն օր շատ մանանա ուղարկեց։ Միայն պետք է հավաքեին ու պատրաստեին, իսկ մանանան ուտելիք էր, որն առաջ ոչ մի աչք չէր տեսել։ Աստված ասաց, որ մարդը հրեշտակների հաց կերավ, որն իր մեջ պարունակում էր մարդու համար անհրաժեշտ բոլոր վիտամինները։ Արդյունքում նրանք երբեք չհիվանդացան։ Մի յուրահատկություն էլ կար. ջուր չէին խմում։ Իսկ ինչպես էին ապրում 40 տարի առանց ջուր խմելու։ Ինժեներական ինչ-որ մեխանիզմով Տերը հնարել էր, բազմապատկելով նրանց օրգանիզմում եղող ջուրը, միայն նա կարող էր, իսկ ջուրը չէր սպառվում։ Լսեք 21-րդ համարն ինչ է ասում. Եվ նրանք չծարավեցին, բացի մեղանչելիս նաև հուսահատվում էին, իսկ Մովսեսը պետք է գնար ու խոսեր Աստծո հետ։ Առաջին անգամ Տերը պատվիրեց, որ Մովսեսը գնա ու հարվածի ժայռին, և նա հարվածեց։ Երկրորդ անգամ պատվիրեց. գնա խոսիր ժայռին, որ ջուր բխի, վեմից ջուր հոսեց, բայց Մովսեսը երկրորդ անգամ սխալվեց։ Նա պետք է խոսեր վեմի հետ, որովհետև վեմը Քրիստոսն էր, որ նրանց հետ գնում էր, իսկ Մովսեսը 2 անգամ հարվածեց ժայռին։ Արի ու տես, որ խստապարանոց ժողովուրդ են։ Այդ պայքարը Մովսեսինը չէր, Տիրոջինն էր։ Մովսեսը միայն պետք է ծառայեր։ Իմ պայքարը չէ, հովիվինը չէ, պետք է ծառայենք Տիրոջը և անենք այն, ինչ Տերն է պատվիրում, և չսկսենք զարկել ժողովրդին։ Ինչ է նշանակում։
Տերը ողորմած է, նա է անարժան, ով ասում է, որ անարժան են մարդիկ, ինչպես կարելի է մարդկանց անարժան ասել։ Այսինքն, Մովսեսը բարկացավ եւ չկարողացավ մտնել ավետյաց երկիր։ Այդ իսկ պատճառով խնդրեց Տիրոջը եւ դադար առավ։ Տերը պատվիրեց գնալ այն սարը, եւ Մովսեսն այնտեղից տեսավ ավետյաց երկիրը, հյուսիսից հարավ, ողջ երկայնքով։ Եթե մի օր գնաք Փասկայի Գագաթ, որը Հորդանանում է Մովաբի երկրում, եթե եղանակը պարզ լինի, այնտեղից կտեսնեք Իսրայելը հյուսիսից հարավ, կտեսնեք նաև Երիքովը, որը շատ մոտ է։ Մովսեսը մահացավ այնտեղ Մովաբի երկրում ու Տերը թաղեց նրան։ Բայց երբ իսրայելցիները մեղանչեցին, որտեղից ջուրը հոսեց, ժայռից եկավ, մի ուրիշ տեղ Մեռա է կոչվում, որտեղից որ եկավ, բայց Մեռայի ջրերը դառնահամ էին եւ չէին կարող խմել։ Եվ Տերը Մովսեսին մի փայտ ցույց տվեց, Մովսեսը գտավ ու ջուրը գցեց եւ ջրերը քաղցրահամ դարձան։ Փայտը Աստծո զորությունն է խորհրդանշում։ Այնուհետև կարողացան խմել ու ամիսներով ու տարիներով քայլեցին առանց ծարավելու։ Հակոբը չծարավեց, երբ քայլում էր Աստծո հետ։ Կարող եք վստահ լինել, որ ոչ մի բանի պակասություն չեք ունենա, եթե չմեղանչեք։ 21. Եվ նրանք չծարավեցին, երբ նա անապատում առաջնորդեց նրանց։ Նրանք չծարավեցին, անապատները չոր են, օրվա ընթացքում պետք է շատ շոգեին, իսկ գիշերը սառչեին։ 21. Նրանց համար քարից ջուր հոսեցրեց, պատռեց քարը եւ ջրերը բխեցին։ Ինչպես Հիսուսն ամեն բան հոգաց։ Երբ ամենից շատ Աստծո կարիքն ենք ունենում, կարող ենք վստահ լինել, որ մի աղոթքը կլուծի իրադրությունը։ Իսկ եթե սխալվել եք, խոստովանեք, ներողություն խնդրեք, որովհետև Տերը ներել է մեր մեղքերը։ Այնուհետև նա կտա ձեզ ձեր կարիքի համեմատ։ Եկեք շարունակենք, հասնենք 22-րդ համարին։ Ուշադրություն դարձրեք, այն ուղղված է Հակոբին։ Մարդիկ, ովքեր հնազանդվում են Աստծուն, լսեք ինչ ասում 22-ում։ Ամբարիշտները խաղաղություն չունեն, ասում է Տերը։ Խաղաղություն նշանակում է մեր խնդիրները լուծված են։ Ուրեմն սա վերաբերում է եկեղեցում գտնվողներին։ Չեմ խոսում կորսյան մատնվածների մասին, քանի որ մեղք են, չգիտեն ավետարանը, ինչպես կարող են հնազանդ լինել։ Ամբարիշտները նրանք են, ովքեր գիտեն ավետարանը, բայց որոշել են քայլել անօրենության մեջ։ Նրանք անամոթաբար մեղք են գործում ու մեղք չեն համարում, կարծում են Տերը կների։ Ամբարիշտների համար խաղաղություն չկա, լուծում չկա, մինչև իրենց կյանքի վերջ խնդիրների մեջ թաղված են լինելու։ Ուզում եք ամբարիշտ լինել, իմացեք, խաղաղություն չեք ունենալու։ Ձեր խնդիրները լուծումներ չեն ունենալու։ Ամբարիշտ լինելն ավելի լավ չէ։ Փնտրեք Տիրոջը, Աստվածաշունչն ասում է, անիրավություն գործողը թող ավելի անիրավանա, եւ կեղտոտը թող ավելի կեղտոտվի, եւ արդարը թող ավելի արդարանա, եւ սուրբը թող ավելի սրբանա։ Մեր մարտահրավերը Տիրոջն ավելի մոտենալն է, որքան մոտ լինենք, այնքան ավելի լավ կապրենք։ Մի գնացեք մեղավորների ճանապարհով, հաստատուն եղեք, մի փող զիջեք եւ Տերը կօրհնի ձեզ։ Տեր Հիսուսի անունով, ամեն։ Բացեք Աստվածաշունչը, Սաղմոս 119։ Այստեղից շատ կարևոր երկու համարներ ենք ուսումնասիրելու։ Երբեմն Աստված թույլ է տալիս, որ խոնարհվենք, որովհետև սիրում է մեզ։ Երբեմն մենք ոչխարների պես ենք, չգիտենք ուր ենք գնում, բայց գնում ենք առանց իմանալու, որ մորթվելու ենք։ Եթե հովիվն առաջնորդում է, բոլոր ոչխարները գնում են մորթվելու։ Հովիվը մեկն է, ով տնօրինում է նրանց։ Ոչխարը ոմանց համար միս է դառնում, որովհետև ոչխարները բանականություն չունեն, բայց Տերը խոսում է մեզ 67 համարում Սաղմոս 2-ի միջոցով։ Քանի դեռ խոնարհված չէի, սխալվում էի, ահա նա հասկացավ, նա խոնարհված չէր, ինչու Աստված թույլ տվեց, բայց նա կորսյան չմատնվեց, դժբախտության կամ դժվարին կացության մեջ եք։ Կարող եք ասել, օրինակ, համաճարակին սննկացաք, այո,
Ոմանց համար դժվար էր, ոմանք էլ արդեն վերականգնվել են։ Եթե կարծում եք պատվաստանյութն է ձեզ հիվանդություն պատճառել, խնդրեք Աստծուն եւ Տերը կհեռացնի, կմաքրի թույնը ձեր մարմնից։ Աստված հազարավոր ձևերով կարող է չեզոքացնել պատվաստանյութը ձեր մարմնից։ 67 Քանի դեռ խոնարհված չէի, սխալվում էի, բայց հիմա պահում եմ քո խոսքը։ Սիրելիներ, եթե խոսքը չեք պահում, բայց սիրված եք Աստծո կողմից, սպասեք եւ կխոնարհվեք, որովհետեւ չկա այլ ճանապարհ։ Տերը միայն սիրո միջոցով է գործում, իսկ եթե չեք ուզում, ուրեմն Տերը թույլ կտա, որ խոնարհվեք։ Տանջանք է, երբ մեկը մտածում է, որ անպատասխանատու է, ընտանիքի գլուխն է, բայց գլխին համեմատ չի գործում։ Իսկ մյուսը հրահրում է կրակելու, ապստամբության թե բաժանության ոգին է, ձեր որդու կամ դստեր մեղքն է, թե ամոթն է ձեզ ցավ պատճառում, քանի դեռ խոնարհված չէի, սխալվում էի, ետ դարձեք եւ խնդրեք Աստծուն, խոստովանեք ինչ եք արել, որտեղ եք դադարել հետևել նրան եւ թույլ եք տվել, որ հակառակորդը ներխուժի ձեր կյանք։ 67 Քանի դեռ խոնարհված չէի, սխալվում էի, բայց հիմա քո խոսքը պահում եմ։ Սիրելիներ, սկսեք պահել խոսքը, որ տառապանքն ավարտվի, ամոթը չմեծանա, եթե ուղիղ չեք Աստծո առաջ, թույլ է տալու դժվարություններ, նա չի կամենում, որ կորստյան մատնվեք։ Լսեք, կորցնողը դուք եք լինելու, միայն դուք, անցնելով հավերժական տանջանքներով եւ երբեք չեք ազատվելու։ Ուրեմն ինչ պետք է անեք, այլ տարբերակ չկա, նա է Տերը, նա է ամենի արարիչը, նա է մեզ արարել շատ բարձր նպատակով։ Գուցե կան մարդիկ, ովքեր համալսարանական աստիճան ունեն, Հարվարդի կամ Սորբոնի համալսարանն են ավարտել, կամ այլ հայտնի հաստատության, այնուամենայնիվ, կարևոր չէ, միևնույն է պետք է խոնարհվեք, որովհետև պետք է որոշեք ով եք դուք։ Այժմ արդյոք պատկանում եք Հիսուսին։ Եթե պատկանում եք Հիսուսին, առաջ մի քաշեք ձեր կրթվածության աստիճանը։ Ձեր խնդիրների լուծումը Հիսուսի մեջ է։ Նրան մի հակառակվեք եւ Տերը կծաղկեցնի ձեզ։ Նա խոսում է Սաղմոս 2-ի միջոցով եւ հայտարարում է 68-ը. Բարի ես դու եւ բարերար։ Ահա Տիրոջ նկարագիրը։ Ամեն ինչ Տերն անում է, բարի է, նա երբեք չի ձախողվում, նա գալիս է ձեր կյանք, եթե թույլ եք տալիս, նա չի ստիպում, նա թակում է ձեր սրտի դուռը, ահա ես դռան առաջ կանգնած եմ եւ բախում եմ, եթե մեկն իմ ձայնը լսի եւ դուռը բացի, նրա մոտ կմտնեմ եւ նրա հետ կընտրեմ, նա էլ ինձ հետ, նա ուզում է, որ ընտրենք իր հետ, եւ բոլորովին այլ մարդ դառնանք, մարդ, ով օրհնում է նրա նման, նա բարի է եւ բարերար։ Եթե դուք էլ ուզում եք նույն գործերն անել, ինչ պետք է անեք, որ բարի լինեք ու բարի գործեր ունենաք։ Ինչպես պետք է քայլեք կամ գործեք։ Երբ անցնեք տեստը, դուք էլ կկարողանաք նույն հռչակումն անել։ Իսկ ինչու՞, որովհետև ձեր ընտանիքը կփրկվի եւ ձեր խնդիրները կլուծվեն, ձեր ընտանիքի անդամներն էլ կդառնան դեպի ճշմարիտ ուղին։ 68-ը Բարի ես դու եւ բարերար, քո հրամանները սովորեցրու ինձ։ Ես մտահոգված եմ այս խոսքերի վերաբերյալ։ Շուտով ուսումնասիրելու ենք Աստծո հրամանները, պատրաստ եք։ Հրամանները կանոնակարգ է, որ յուրաքանչյուր ասոցիացիա, եկեղեցի կամ բաժնետիրական ընկերություն, անհատական ձեռնարկ կամ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը ունի, պարզապես այլ անվամբ, կանոնադրություն, այլապես չէին կարող գործունեություն ծավալել։ Այդ կանոնակարգով են առաջնորդվում ընկերությունները, ասոցիացիաները, եկեղեցիները, իսկ ինչու ոչ, նաև Աստծո արքայությունը, կան փրկության պատվիրաններ, սրբացման, ներման, մարդկանց հետ հարաբերությունների, ինչպես օրինակ մեր հարևանների ու մտերիմների, Սուրբ Գիրքը սովորեցնում է, երբ հասկանանք, կտեսնենք, որ ամեն բան սահմանափակվում է։ Լսեք այս խոսքը. գնացեք ամբողջ աշխարհով մեկ եւ բոլոր արարածներին ավետարանը քարոզեք, որ մարդիկ հավատան, քանի որ Սուրբ Հոգին հպվում է մարդկանց սրտերին եւ նրանք փրկվում են։
Դժբախտաբար շատերը չեն փրկվի, քանի որ պատրաստված զինված չենք, բայց երբ պատրաստ լինենք, Տերը կօգտագործի մեզ։ Եկեք այժմ աղոթենք, շատերն արդեն 7 շաբաթ է ինչ մասնակցում են, ոմանք 4 կամ 3, կան մարդիկ, որ այսօր առաջին անգամ են միացվել։ Բարձրացեք բեմ, որովհետև աղոթելու ենք ձեզ համար Հիսուսի անունով, եւ Տերը օրհնելու է ձեզ։ Մինչև որոշում եք բեմ բարձրանալ, հակառակորդը շատերի տականջին շշնջում է, որ չգաք, չբարձրանաք։ Մի լսեք այդ ձայնին, քանի որ նա ոչինչ չի կարող անել։ Համարձակ եղեք, մոտեցեք, լսեք, Տերն արդեն օրհնել է ձեզ։ Մի անգամ մի քույր, առաջին բանը, որ անկեղծացավ, սա էր. ուզում էի եկեղեցի գալ, հանդիպել դոկտոր Սուարեսին, բայց չէի ուզում ավտոբուսով գնալ, քանի որ այդքան երկար գնալը հոգնեցուցիչ է, երկար պետք է ճամփորդեի, եւ նա եկավ ինքնաթիռով, երջանիկ էր, թեև անկարող էր նորմալ քայլել, բայց եկեղեցուց հեռացավ մի փոքր ավելի լավ քայլելով։ Սիրելիներ, Աստված կամենում է հրաշքներ գործել ձեր կյանքում։ Կամ մեկը, որ ուզում է այսօր սկսել, մոտեցեք եւ բեմ բարձրացեք։ Այստեղ ինձ մոտ կանգնեք։ Սկզբում ես կաղոթեմ, ապա կգա Հովիվ Ջեյմն ու ինքը կշարունակի։ Փառք Աստծուն, քանի որ այժմ նա առատապես օրհնելու է ձեզ։ Եթե այստեղ առաջին անգամ եք, նայեք ինձ։ Դուք պետք է հավատաք, քանի որ Տերն անցնելու է, հպվելու է ու ապակինվելու եք, չամաչեք ձեր օրհնությամբ մեզ հետ կիսվել։ Երբ ամաչում եք, չարը վերադառնում է իր գործին, բայց այժմ դուք ուղարկված եք Հիսուսի անունով։ Աղոթենք։ Տեր իմ, այժմ Հիսուսի անունով գոտեմ արտում եմ։ Ինչպես անապատում 40 տարի հոգ տարար Իսրայելի ժողովրդի մասին, որ դիմակայեցին առանց ջուր խմելու, ցանել հնձելու, այլ ամեն օր ուտելիք ունեցան, լավագույն ուտելիքը, եւ նրանցից ոչ մեկ թույլ իմունային համակարգ չուներ, եւ ոչ մեկ սովամահ չեղավ, ոչ մեկ չհիվանդացավ, որ բժիշկներն ապակինեին։ Հայր միայն մեղանչելիս հիվանդացան։ Որքան հաստատուն է քրիստոնյան, այնքան հակառակորդի ձեռքերը կարճ են։ Ով Տեր, շատերի համար դժվար է ընդունել այս։ Նախ նրանք կարիք ունեն ընդունել քեզ, գուցե իրենց ընտանիքի սխալի պատճառով, որ ընկել են խնդիրների մեջ։ Այժմ Տեր Հիսուսի անունով օրհնում եմ նրանց եւ Տեր կապում եմ, շղթայում եմ ամեն չար գործ ու խնդրում եմ քեզ, որ գործես Հովիվ Ջեյմի միջոցով։ Հայր Հիսուսի անվան իշխանության մեջ եղող հավատով աղոթում ենք, քանի որ դու ասացիր, ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի։ Դու մեզ օրինակ ես տվել, ինչպես օրինակ Պետրոսի զոքանջի մոտ կանգնեցիր, սաստեցիր տենդին ու նա ապակինվեց, իսկույն վեր կացավ ու սկսեց քեզ ծառայել։ Տեր, ուզում եմ, որ քո զորությունն իջնի։ Կան մարդիկ, ովքեր հիվանդ են քաղցկեղով, դեգեներատիվ բնածին հիվանդություններով, կամ եկել են հոգեբանական կամ հուզական խնդիրներով։ Մեկը ճնշված է, մյուսը խուճապի մեջ է կամ մտահոգ։ Տեր, մյուսն էլ հոդացավեր ունի։ Բայայից եկած քույրը մեզ պատմեց, որ ապակինվել է մեր խնդրից, որ տարիներով հետապնդել էր նրան։ Նա հեռացավ հենակնուսին։ Այժմ արի Տեր, հպվի նրանց, ովքեր ունեն արթրիտ, արթրոզ, բուրսիտ, ռևմատիզմ, օստեոպորոզ, տենդինիտ, ողնաշարի ճողվածք, այս մարդն ունի հոդատապ, Տեր, նրա միզաթթվի մակարդակը բարձր է եւ հիմա հոդացավեր ունի, դա մշտական վնասվածք է, վթարից է տուժել, ինչպես աղոթեցի այն եղբոր համար, որ Մատո Գրոսոից էր, տուժել էր դժբախտ պատահարից, այնպես էլ հիմա աղաղակում եմ իշխանությամբ, որ հակառակորդը հեռանա, դուրս գա, անեանան ցավերը, վարակները, բորբոքումները, չքվի չար ամուսնությունից, ամուսնու եւ կնոջ կյանքից, որդու եւ եղբոր կյանքից, հակառակորդ հանդիմանում եմ քեզ Հիսուսի անվան իշխանությամբ հեռացիր։ Եթե անգամ ինչ-որ մեկը կախարդություն, հմայություն է արել կամ սև մոգությամբ է զբաղվել, այժմ այդ բոլորը ջախջախված են։ Պահանջում ու հրամայում ենք, որ այժմ ճնշվածությունը, խուճապը, տարատեսակ ցավերը հեռանան, անհետանան, շագանակագեղձի, արգանդի, ձվարանների, արգանդափողերի հիվանդություններ,
Չքվեք Հիսուսի անունով, հեռացեք էնդոմետրիոզի, ջղաձգության, կրծքավանդակի ցավեր, սրտի զարկերակի ու արյան շրջանառության խնդիրներ, ինչ ցավ ու խնդիր էլ լինի, չքվեք, անհետացեք Հիսուսի անունով, բարձրացրեք ձեր ձեռքերը, Հիսուս Քրիստոսն ապաքինել է ձեզ, ընդունեք ձեր օրհնությունները Տիրոջ անունով, ամեն, փառք Տիրոջը, Տերը բարի է։ Հիմա եկեք դիտենք իրական կյանքի պատմությունը։ «2019-ից ինձ մոտ ցավեր ի հայտ եկան, գնացի բժշկի, ապա կլինիկայի բժիշկն ասաց. «Տիկին Թերեզա, դուք օստեոպորոզ ունեք»։ Օստեոպորոզը բնութագրվում է ոսկորների թուլացմամբ ու մեծացնում է կոտրվածքների ռիսկը։ Ոսկորներն ավելի փխրուն են դառնում։ Այս հիվանդությունը տարածված է 45-ից բարձր կանանց մոտ։ Բժշկի կանխատեսումն այն էր, որ անբուժելի չէ։ Բժշկի ասածը վերաբերվում է նաև մեջքին, չէ՞։ Այն ազդում է նաև թևերի, ոտքերի վրա, կարճ ասած ամեն բանի։ Նա պետք է բուժվեր, ցավերը մեղմելու համար, բայց այդ ցավերն իսկապես անտանելի են, նա չէր դիմանում։ Ինձ երկարատև բուժում էր պետք, կամ գուցե մեջքի վիրահատություն։ Իր ողջ կյանքում պետք է դեղորյակ ընդուներ։ Մեջքի սուր ցավերի պատճառով Տերեզինյան անգամ ամենապարզ շարժումներ չէր կարողանում անել։ Հաճախ ստիպված կանչում էի աղջկաս ասելով ձեռքը տուր, որ կարողանամ վեր կենալ, քանի որ չեմ դիմանում մեջքիս ցավին։ Չէր կարողանում վեր կենալ, ես պետք է օգնեի նրան։ Չէի կարողանում անգամ թեքվել, երբեմն անկողնում թեքվելիս էլ էր ցավում։ Նա շատ տկար էր։ Երբեմն տունը ավլելուց ստիպված կանգ էի առնում։ Զանգում էի, մամ, ինչ ես անում, պատասխանում էր, որ անկողնում է, սաստիկ ցավեր ունի։ Երբ տնային գործեր էի անում, անգամ գիշերը չէի կարողանում քնել, որովհետև մեջքս ցավում էր։ Նա շարունակում էր մեծ քանակությամբ ցավազրկողներ ընդունել եւ քանի դեռ դեղահաբերի ազդեցության տակ էր, ցավերը մեղմանում էին, հետո նորից սկսվում էր տանջանքները։ Հերիք է դեղորյակ ընդունեմ, որոշել եմ մի բան անել, ուզում եմ ընդունել Հիսուսի սպեղանին։ Ճիշտ նույն տարում նա գնաց Աստծո շնորհ եկեղեցի եւ նվիրվեց Աստծուն։ Սկսեցի գնալ եկեղեցի, գոտեմարտեցի Տիրոջ հետ եւ ասացի. «Լսեք, Հիսուսը բժիշկների բժիշկն է, ես կփնտրեմ նրան եւ նա կապաքինի ինձ»։ Նա սկսեց եկեղեցի գնալ եւ աղոթել։ Մի բաժակ ջուրը ձեռքին։ Ուրեմն, երբ նրանք սկսեցին աղոթել, ես կանգնած էի հեռուստացույցի առաջ, կանգնած էի այնտեղ ձեռքիս մի բաժակ ջուր։ Աղոթում էի փնտրելով. «Տեր Հիսուս, վստահում եմ քո խոսքին, եկել ես մեզ կյանք պարգևելու եւ օրհնելու»։ Ամեն անցնող օրվա հետ Տերեզինյան ավելի էր զորանում Աստծո մեջ, եւ 2021-ին նա բոլորովին ազատվեց այդ խնդրից։ Հիսուսն օգնեց ինձ, նա ապաքինեց ինձ, անգամ վիրահատության կարիք չունեցա։ 3 տարվա տանջանքներից հետո նա առողջ ու երջանիկ է։ Այժմ վեր եմ կենում, գնում եմ մթերային խանութ, անում եմ անհրաժեշտ գործերս, ամեն ինչ ինքնուրույն եմ անում։ Նա վազվզում է, կատարում է իր մարզումները, միայն պետք է տեսնեք նրան մարզվելիս, փողոց է դուրս գալիս զբոսնելու, մի տեղից մյուս տեղ է գնում։ Դեղորյակս մի բաժակ ջուրն էր, այնքան երջանիկ է տեսնել մորս առաջվա պես։ Գոհանում ենք Աստծուն ամեն բանի համար, Թերեզինյան որոշել է դառնալ հովանավոր։ Զգացի սրտումս, որ ուզում եմ դառնալ դոկտոր Սուարեսի հաղորդաշարի հովանավոր, եւ քանի որ ապաքինվել եմ, ուզում եմ հովանավորել եւ օգնել Տիրոջ տանը, որովհետեւ նա է հավատարիմ մեզ։ Անխոս։ Շնորհակալ եմ Տիրոջից։ Ոչնչի պակասություն չունեմ, միայն հաղթանակներ Տեր Հիսուսի անունով։ Մի բաժակ ջուր չէր, այլ մի բաժակ ջրի օրհնություն, կարևոր է, քանի որ այն հավատքի քայլ է, ինչպես Հիսուսն արեց։ Նա թքեց գետնին եւ թքից ցեխ սարքեց եւ ցեխը քսեց կույրի աչքերին եւ ասեց. «Գնա լվացվի Սելովամի ավազանում»։ Կույրը գնաց եւ վերադարձավ տեսողությունը վերականգնված։ Ոչ Սելովամի ավազանն էր պատճառը, ոչ էլ ցեխը, այլ հավատքով գործեց եւ մարդու հավատն ազատեց իրեն։ Մենք հավատքով գործելու կարիք ունենք։ Նրա դեպքում
մի բաժակ ջուրն էր, իսկ ինչու հովանավոր դարձավ, երախտագիտությունից դրդված։ Նա մտածում էր, ինչպես են իրեն օգնել, այդպես էլ ինքն է ուզում օգտակար լինել։ Եվ դա ճշմարիտ է, որ մյուսներին էլ հասանելի լինի հաղորդաշարը, որ իրենք էլ օրհնվեն։ Ասում էի հովիվներին, որ Հիսուսն էլ ասաց, Պետրոսն էլ, տաճարի գեղեցիկ կոչվող դռան մոտ, բայց ինչ որ ունեմ, այն քեզ կտամ։ Եթե փրկություն ունենք, պետք է մեր փրկությունով կիսվենք մյուսների հետ։ Մարդիկ, ովքեր փրկություն չունեն, քայլում են դեպի հավերժական անեծք։ Փրկությունը Հիսուսի մեջ է, ձրի պարգև։ Մարդիկ միայն պետք է իրենց սրտում հավատան, որ Հիսուսը հաղթել է մահին, որ ունի դժոխքի ու մահվան բանալիները, ու միայն պետք է կանչեն, փրկիր ինձ, եւ Տերը կփրկի նրանց։ Կարևոր է միշտ խոսել, պատմել հրաշքների մասին։ Ինչու՞, որովհետեւ եթե նայենք ավետարանները կհասկանանք, մարդիկ ինչու էին փնտրում Հիսուսին։ Փնտրում էին բժշկության հրաշքների համար։ Կափառնայումից մի հարուրապետ գնաց փնտրելու Հիսուսին իր անդամալույս ծառային բժշկելու համար։ Մահամերձ էր, քանի որ լսել էր, որ Հիսուսը բժշկում է։ Միշտ նշում եմ 12 տարի արունահոսող կնոջ դեպքը, երբ նա լսեց Հիսուսի մասին, ասաց. եթե միայն նրա հանդեսներին դիպչեմ կփրկվեմ։ Նա ինչ էր լսել, որ Հիսուսը բժշկում է։ Չեք ձախողի Հիսուսի մասին խոսելով։ Եկեք դիտենք բացի սիրտդ տեսանյութը, խնդրեմ։ Դոկտոր Սուարեզ, ես շատ ճնշված մարդ եմ, ով ունի տագնապային խանգարում եւ մշտապես ունենում եմ տագնապի նոպաներ։ Երբ լավ եմ լինում, ամաչում եմ սեփական պահվածքիցս, բայց ոչինչ չեմ կարող անել, տանջվում եմ, չեմ կարողանում կառավարել ինձ։ Այս իսկ պատճառով խնդրում եմ հոգեվոր աջակցություն։ Ինչ պետք է անել հավատքով այս իրավիճակում։ Նախ թույլ տվեք բացատրել։ Մարդկանց, երբ նա ասում է, որ ամաչում է, ճիշտ է, որոշ իրավիճակներ ծիծաղելի են։ Մի ընկեր ունեմ, ուժեղ է, իսկապես մեծ է եւ բարձրահասակ, իր սեփական հաշվապահական գրասենյակն ունի։ Մի անգամ պատմեց, երբ տագնապային նոպաներ է ունենում, պետք է թաքնվի գրապահարանի ետևում։ Պետք է մահճակալ դնի ու պառկի։ Ոչինչ չի կարող անել։ Ինչ ամոթ։ Եթե հաճախորդ գա, չի կարող նրան տեսնել, քանի որ նա սուր նոպաների մեջ է։ Որոշ ժամանակ է պետք պառկի ծածկելով գլուխը։ Մյուսը պետք է մտնի անկողնու տակ։ Այս տագնապային իրավիճակներն իսկապես ծիծաղելի են, հումորի պես։ Շատերն արդեն լսել են։ Մի քույր ասաց, հովիվ Ջեյմ, վախենում եմ ցնցուղ ընդունել։ Ինչ։ Վախենում եք ցնցուղ ընդունել։ Նա վախենում էր ցնցուղի տակ խեղդվելուց։ Շատ ծիծաղաշարժ էր, կարծես կատակ լինի, բայց միայն Տերը գիտի ինչ կա մարդու մտքում։ Նա պետք է ցնցուղ ընդուներ դուռը բաց։ Իհարկե, եթե ամուսինը լիներ, խնդիր չէ, իսկ երեխաները ամոթ է։ Ինչ պետք է ասի, ով կա այստեղ։ Ու պետք է իմանա, որ այնտեղ մեկը կա։ Կամ սրտխփոցներ կունենա եւ չի կարողանա բացատրել, ինչու է վախենում։ Գիտեմ ինչ եմ ասում, երկար տարիներ մարդկանց խորհրդատվություն եմ արել նմանատիպ դեպքերի առնչությամբ։ Ինչ պետք է անեք։ Պետք է վարվեք Աստծո խոսքի համեմատ։ Նայել ենք 2 Կորինթացիների 5:7-ը, որովհետև հավատքով ենք ընթանում եւ ոչ թե տեսողությամբ։ Հավատը լսելուց է, իսկ լսելը Քրիստոսի խոսքից։ Ուրեմն կինը չպետք է խոստովանի իր մտածածն ու զգացածը, այլ ընդունի այս խոսքը, որ Աստված մեզ երկչոտության հոգի չի տվել, չպետք է կենտրոնանա զգացածի վրա, այլ պետք է ընդունի, որ այդ մտքերը խճճված են, հասկանում եք, ինչպես կարող է մարդ խեղդվել ցնցուղ ընդունելիս։ Ուրեմն մի ընդունեք այդ խառը մտքերը, որովհետև դուք Քրիստոսի միտքը ունեք։ Մեջբերում եմ առաջին Կորինթացիների 2:16-ը, բայց մենք Քրիստոսի միտքն ունենք։ Հիսուսն անապատում սատանայի ամեն փորձության դիմադրեց Աստծո խոսքով։ Ինչպես Հիսուսը դիմադրեց։ Աստծո խոսքով։ Մեջբերում եմ, որովհետև մեզ երկչոտության հոգի չտվեց։ Մերժեք վախը։ Վախը գալիս է ոչ մի տեղից։ Ցնցուղ ընդունելիս խեղդվելու վախ գոյություն չունի, նման բան չի կարող լինել, դա անհեթեթ վախ է, միայն Աստծո խոսքը կփրկի մեզ։ Սիրելիներ, եկեք աղոթենք, կանգնենք խնդրեմ, եկեք փնտրենք Աստծո հրաշալի ներկայությունը, խնդրում եմ, փակեք աչքերը, Հայր, նախ խնդրում ենք ընտանիքների օրհնության համար։ Կա մեկը, որ հիվանդ է ձեր ընտանիքում, նշեք այդ մարդու անունը, արբեցող է, թմրադեղեր է ընդունում, մտահոգ է, ով կախարդանքի կամ հմայության ազդեցության տակ է, մարդ, ով դյուրաբորբոք է, բռնարար է կամ բռնկվող, Հայր այցելիր, հպվիր այդ մարդկանց, որոնց անունները նշեցին, Տեր այցելիր նրանց քո զորությամբ,
Այժմ ջախջախում ենք ամեն դիվային ազդեցություն նրանց կյանքերում։ Դու գիտես նրանց անունները։ Գուցե նրանք բանտում են կամ հիվանդանոցում, կամ էլ հոգեբուժարանում, ու նրանք կորցրել են հույսը, սուր շիզոֆրենիա կամ այլ հիվանդություն են ախտորոշել նրանց համար, բայց Տերն ասում է. ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծո համար հնարավոր է։ Հպվիր Տեր նրանց, որոնց անունները նշել են ներկաները, ջախջախում ենք դժոխքի, կախարդությունների ու մոգությունների ազդեցությունները, հրամայում ենք, որ դուրս գան, չքվեն, հեռանան նրանց ընտանիքներից Հիսուսի անունով։ Whoa!